Ես չճրջվամ, ես չճրջվամ, ես չգործեմ, դուք ինչի կտեքանից, հələ մի կռիվ արա, հələ մի րոպե, դուք մի խանգարեք, մեզ, պան Պապիկյանը կգա առաջացեք։ Դավիճակի մասին ինչ տեղ, Պան Պապիկյան առավոտյան հաղորդակցություն եղավ սոտում։ Ում են պատասխանում ժողովուրդ, թերթով։ Ադրբեջանի կողմից վիճակի առավոտյան Ներողություն։ Քանի որ ներքևում ես գործընկերուն խոստացել եմ, թողեք ինքը սկսի, հա։ Հետո դուք եկեք, դուք կտակցեք։ Պան Պապիկյան պաշտպանության նախարարությունը արդեն գրեթե 12-րդ թեստին է տարածում, որ հայկական կողմը չի կրակում։ Ինչու ապացույցներով չեք խոսում Ադրբեջանի հետ։ Մենակ արբանյակներին նկարացնել, որ հայկական կողմը չի կրակում, որևէ գործողություն չի դիմում։ Արբանյակային նկարները չեն կարող ցույց տալ գնդակների կրակելու չկրակելու մասին։ Դրա համար պետք են տեսագրություններ։ Իսկ քանի որ մեղադրողը մենք չենք, այլ մեր հարևաններն են։ Մենք դրա համար ասում ենք, եթե ունեք ապացույցներ, տեսանյութեր տրամադրեք մեզ։ Մենք պատրաստ ենք ուսումնասիրել, հետաքննել։ Մինչ օրս չենք ստացել նմանատիպ արձագանքներ։ Ինչի մասին խոսենք, չեղած բանի մասին, չեղած բանի ինչ է ապացուցեն։ Ոչ, չկա։ Ես չեմ կարող գնահատական տալ, թե ինչու է տարածվել նման պատերեկատվություն, մենք մի վարքյան։ Սա մեր գնահատականն է եղած փաստերի հիման վրա։ Եթե կլինեն փաստեր, մենք պատրաստ ենք ուսումնասիրել, հետաքննել։ Այլ բան հարգելի գործընկերներ, բայց հիմա հարցը այստեղից է։ Հարգելի գործընկերներ, որպեսզի նման գնահատական տամ, պետք են հետախուզական տվյալներ։ Այս պահին գետնի վրա նման երևույթ տեսանելի չէ։ Մամուլում տեղի ունեցող ապատեղեկատվությունը նրա մասին, որ տեղի են ունենում կուտակումներ, զորքերի տեղաշարժեր, պաշտպանության նախարարությունը չի հաստատում։ Բոլոր վտանգավոր կրակոցները, խախտումները, որոնք ուղղված են մեր դիրքերի վրա, մեր անձնակազմի վրա, մշտապես պաշտպանության նախարարության կողմից տրվել են հաղորդագրություններ եւ բացատրություններ։ Եվ Ձեր թիմի աշխատանք է։ ասում եմ եւ կրակե անկախ նախկինում ունեցած պաշտոնից, ներկա պաշտոնից, ես ասում եմ պաշտպանության նախարարությունը մի քիչ առաջ է հայտարարությամբ հանդես եկել կամ մի ժամ առաջ, որ մեր հարգելի գործընկերները միայն տարածեն ճշտված տեղեկություններ, իսկ տեղեկությունները ճշտված են, եթե դրանք ճշտված են պաշտպանության նախարարության հետ։ Ես պատասխանեցի։ Շնորհակալ եմ։ Պարոն նախարար, ինչու դուք չեք գնում օրինակ հանդիպում։ Ես խոստացա։ Հիմա ով պիտի խոսա, արդեն իսկ հայտարարել է, որ հանդիպումը առաջ։ Շնորհակալ եմ։ Պատասխանեք, պարոն Հայաստանի տարածքում քանի Ադրբեջան։ Պարոն Պապիկյան, հոգավորից զինվոր են մահացել, ինչու պատշաճ չի ապահովում։ Զինված ուժերում տեղի ունեցող բոլոր դեպքերի մասով տեղի են ունենում քննություններ պատկան մարմինների կողմից։ Բայց պատշաճ ինչու առողջական հարցերով չեք զբաղվել։ Ինչպես նկատեցիք, պաշտպանության նախարարի հետ քիչ առաջ զրուցեցինք սահմանային լարվածության վերաբերյալ, պաշտպանության նախարարը նշեց, որ ըստ էության սահմանին կրակոցներ չկան եւ առհասարակ չեղած բանի հետ կապված, որ սահմանին կրակում են եւ հայկական կողմը պարբերաբար հերքում է, որ Հայաստանը չի կրակում, չեղած բանի հետ կապված իրենք չեն պատրաստվում որևէ ապացույց ներկայացնել։